Որակյալ կահույք ստանալու համար օգտագործում եմ հետևյալ աքսեսուարները։ Սկսենք այս կախիչներից, էսի իմ հիմնական կախիչներն է, ես սրանց վրա վստահ եմ, էլի, ինքը ոչ մի խնդիր չի տալիս, ամեն կողմից երկու հատ ջուբել է դրվում երկար պատերի մեջ, ես էլ հագնում է իր կրիշկեքով, եթե շատ ծանր բան է լինում, այս մի տիպն եմ օգտագործում, այս մեկ արդեն ամեն կողմից 4 հատ ջուբել է պատի մեջ գնում, իմ հիմնական ուրեմն օգտագործող բաները վերլիները սրանք են, որ ինքը պետք է ամեն կողմից կարգավորվող լինի, հետո ժեշտը հաստ է սրանց, մենակ այդ ժեշտը որ հաստ է, մեկ էլ ես որ պոկել է լինում, ոնց որ ասած դուռը հանել դնել լինում, դրա համար ես էսի իմ հիմնական 90 աստիճանանոց պետլին այս եմ օգտագործում կամ այս մյուս ֆիրմայից, էլի ոչ եմ մի քանի հատ կա, պետք է նույն այս մակարդակի լինի ամենակիչը, չեմ ասում բլու, բայց պետք է այս մակարդակի լինի, որ դնեմ վստահ, ասեմ այս գործը հանձնեցի։ Այս մյուսից էլ ենք օգտագործում, երբ որ էսի արդեն ֆասադը երբ որ կորպուսի մեջից է բացվում, ես էլ ենք օգտագործում, մեկ էլ այս մյուս տարբերակի ամենասիրած տարբերակն է, էլի ամեն կողմից կարգավորվում, համ մատչելի է, համ էլ բանա, ինչ են ասում, դուռը շատ է բացվում, անկյունը շատ է 165 աստիճան է բացվում, բանը ամեն երկրորդ գործս այս սրանից եմ տեղադրում, ու եթե հնարավորություն ունեք սաղ պետլիները դրանից դնեք, ավելի լավ է էսի դնեք, կրկնակի է գնի առումով, բայց կամֆորտի համար հաստատ արժի, եթե կամֆորտ նախընտրող է, էլի հաճախորդը, այս պրոֆիլը աշխատում ենք չօգտագործենք, բայց եթե շատ անհրաժեշտություն լինում էսի, կողքյաների բաների հետ սալեշնիցայի բանի ստիկի համար է, եթե շատ է լինում անհրաժեշտություն, նոր դնում ենք, եթե չէ, հերմետիկով փակելը ավելի ճիշտ եմ ես գտնում, բանը, հետո ստեղ էս իմ հիմնական բաներն է, կրանշտեյներն է, որ ամեն տեղ համարյա օգտագործում եմ, ինձ միշտ օգնում է, խառ էլի, սրանք արած համ դնես կախես, համ միացնես իրար մի քանի տեղից, դե պատկերացրեցիք, էսի աթոռի տակ, որտեղ ուզեք կարաք մտցնեք, էլի, էսի շատ հուսալի բան է, ամեն տեղ օգնում է, այս շուրուպները կախիչներին եմ օգտագործում, սրանք հաստ պատերով են, նադежնյա, կամ իր կոմպլեկտի մեջ էլ է լինում, էլի, այս շուրուպներից, այս մի տիպը չեմ օգտագործում ընդհանրապես, այս տիպից հեռու եմ մնում, չգիտեմ ինչ պետք է լինի, որ սա օգտագործեմ, մեկ էլ մահճակալները պահոցով իմ մոտ հիմնականում այս կրանշտեյներն է, մեկ էլ մեծ երկու հատ ուգոլնիկ եմ դնում, ասիկ 6 հատ սրանից, երկու հատ այդ ուգոլնիկից, այսի պահոցով մահճակալի դեպքում, եթե պահոցով չի, ուրիշ տիպի ուգոլնիկ կա, այնքան որ մահճակալը ֆուտլյարի դեր է ստանում, էլի կորպուսը, ինքը դուք ոնց որ տապչանի վրա եք քնում, գետնի վրա տապչան ինքը իր ոտերով անում, իսկ այդ աղիքը պրոստը ոնց որ ֆուտլյարի դեր է տանում, այս ոտերն եմ քիչ օգտագործում, այս ոտերը հիմնականում բասկաթոռերի կամ մահճակալի տակ ենք դնում, տարբեր բարձրության ու հաստության ու զոռի ոտեր կան այս տիպի, այդ եմ էլի օգտագործում, շուշուտ օգտագործում ենք, այս իմ հիմնական օգտագործվող ոտերն է, ամեն տեղ դնում եմ կահույքի տակ, 10-անոցն է, պլաստմասի ոտ վաբշե չեմ դնում, սրա տակն է պլաստմաս կա, բայց էսի որակով պլաստմաս է, էսի այն պլաստմասը չի, ինչ որ ասենք 70 դրամանոց ոտերի վրա է, բանը, այս եմ հիմնականում օգտագործում, իսկ սա, այս հաստը ավելի մեծը, նույն բանն է, պրոստը չափն է մեծ, սրա երկարը դնում ենք մահճակալի մեջտեղի մասը, պահոցի տակ, էլի կամպենսացնող, մահճակալը իմ մոտ 6 ոտանի է, այս էլ բանը, բասկաթոռ դիվան բան դրա տակ եմ դնում, հիմնականում, իսկ այս բանը, մեխանիզմը, ֆասադ բարձրացնող մեխանիզմներն է, սրանք երկու կողմից էլ աշխատում է, համ վերևից ներքև, համ ներքևից վերև, սա շատ հուսալի բան է, պրոստը մի քիչ թանկոտ է, սրա չինականն էլ, եթե քաշը ճիշտ հաշվարկում ես, նորմալ տարիներով ծառայում է, սրա ավստրիականն էլ ենք դնում, մի քիչ երկար է այն մեկի, նրա բացվելու հնարավորությունը, ու այս
բոլտ ու գայքեն եմ հիմնականում օգտագործում ես իմ մահճակալների մեջ, 48 հատ բոլտ ու գայք ա գնում մահճակալներից մեջ պահոցով, սովորականը տես չենք անում, սովորական լրիվ ուրիշ, մաչերի տարբերակը ուրիշ բան ենք հավաքում, իսկ այդ նաջոժնի բան պահոցով ամեն ինչով ես ոնց որ ասած երաշխիք տալիս եմ էլի իմ կահույքին, նորմալ կահույք եմ ստանում, տարբեր երկարության դնում ենք, նայած ինչ ենք հավաքել, եկել բանը, այս տիկ-տակ մեխանիզմները բազմոցի մեջ ես ոտով տարբերակն եմ օգտագործում, այս որ ինքը բացվում է, ոնց որ ոտի վրա է նստում, բանը մի կողմից էլի, բացված հատվածը որտեղ գնում բացվում է, չեմ թողում իրանի վրա մնա էլի, ոնց որ իրա ոտի վրա այս տարբերակն եմ ես տեղադրում հիմնականում, բայց այն մյուս տարբերակն էլ կարող ենք տեղադրենք, խնդիր չի։